Պարոն Աղազարյան, արտահերթ հարց ես ունեմ, կխնդրեի պարզաբանել ես հետևյալ դրվագը լավ չհասկացա։ Դուք ասեցիք, որ Արամ Մկրտչյանը ձեզ $8,000 պարտք է տվել հիպոթեկով տուն գնելու թե վերանորոգելու համար։ Հետո ասեցիք, որ մի այլ երրորդ անձ, կառուցապատող, եթե չեմ սխալվում, այդպես ասեցիք, ասել է ձեզ, որ Արամ Մկրտչյանը հարցրել է ձեզ փող տվել է թե չէ, ու ինչ որ իրան փող վերադարձնել, հետո էլ ասացիք, որ դուք այդ գումարը փաստաթղթավորված վերադարձեք իրեն ում Արամ Մկրտչյանին, թե երրորդ անձին։ Դե այդ դեպքում հարց, ինչի համար։ Այսինքն միջլավ տրամաբանություն չեմ հասկանում, էլի։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Բայց հարց երկրորդ մասն էլ ունի։ Իսկ այդ գումարը հայտարարագրել եք։ Խնդրում եմ այս երկու հարցին պատասխանեք։ Ուրեմն Արամ Մկրտչյանը ստորագրության փաստաթուղթ կա, որի մոտ է, որ ինքը այդ երրորդ անձին գումար է պարտք, մոտ $25,000 չափ։ Եվ երբ որ իրանց մեջ այդ կոնֆլիկտը եղավ եւ ինքը իբր թե ասել որ $25,000 տվել է ինձ, ես բանավոր պայմանավորվեցի Արամի հետ, որ եթե ինքը չվերադարձնի այդ մարդու գումարը, ես խնդրեմ ինքը մի քիչ սպասի, էլի։ Եթե չվերադարձնի այդ մարդու գումարը, ապա այդ $8,000, որ ես քեզ պարտք եմ, Արամ ջան, որ դու արդեն ուզում ես, որովհետև արդեն դու հասկացա, որ ես հասկացա, թե դու ով ես, կտամ այդ մարդուն։ Բանավոր պայմանավորվածությունը ձեռք բերված է, եւ ես այդ փաստաթղթավորված տվել եմ այդ երրորդ մարդուն։ Ինչ վերաբերում է այդ հայտարարագրմանը, գիտեք, ես կարծում եմ օրենքի մեջ թույլատրվում է, եթե չեմ սխալվում, որ եթե դա պրոցես է լինում, ասենք վերցնում ես 2 ամսով, 3 ամսով վերադարձնում ես բանման, կարիք չկա հետագա, եթե չեմ սխալվում։ Այսինքն ես վերցրել եմ, վերադարձել եմ աշխատավարձից, էլիա պետք եղել, էլիա տվել, էլ վերցրել եմ, հետո երբ որ մենք հաշվար կատարեցինք, դուրս եկավ, որ ես պարտք է $8,000, որն էլ այս ձևով վերադարձրել եմ։ Այսինքն ձեր ուղիղ հարցի պատասխանը, որ երևի թե չեմ հայտարարագրել, եթե ճիշտ եմ հասկանում, կամ կարող էի չհայտարարագրել, չգիտեմ։ Շատ լավ, պարոն Աղազարյան, բայց համաձայնեք միջտարօրինակ է, որովհետև հետևյալ բանն է ստացվում։ Դուք X անձից գումար եք վերցրել պարտքով ձեր իսկ պնդմամբ։ Հետո այդ գումարը չեք վերադարձրել այդ մարդուն, տվել եք երրորդ անձի։ Պատկերավոր ասած, ոնց որ ես պարոն Սիմոնյանից պարտք վերցնեմ, հետո տամ ձեզ, բայց դա չի նշանակի, որ ես մեկա պարոն Սիմոնյանին պարտք եմ, որտեղ ես իրանից եմ վերցրել, ոչ թե ձեզնից։ Հայտարարագրումն էլ ինչի եմ ստեղ բերում որպես հարց, որովհետև ես սենց եմ հասկանում, եթե դուք X անձից պարտքով գումար եք վերցնում ու այդ գումարը չեք վերադարձնում էլի նույն X մարդուն, ստացվում է, որ դուք A կամ պարտք եք վերցրել, հետ չեք տվել, B դա պարտք չի, ստացվում է մինչև հիմա ինքը ձեզ այդ գումարը տվել է, հետ չեք տվել այդ գումարը, ստացվում է այդ մարդը ձեզ գումար է տվել, այստեղ էլ հաջորդ հարցն առաջանում, բայց երրորդ անձին դուք ինչ եք այդ գումարը տալիս։ Մի հատ խնդրում եմ այս մասը պարզաբանեք, էլի, այսինքն տրամաբանությունը լավ չեմ հասկանում, դուք ոչ դատարան եք, ոչ ԴՀԿ-ն եք, այսինքն 3 մարդ կա, մեկից դուք պարտք եք վերցրել, այդ պարտքը, որ դուք պնդում եք, որ վերցրել եք, պարտքի գումարը տվել եք երրորդ անձի, ինչ եք երրորդ անձի տվել։ Շնորհակալություն, եթե դուք ասենք ժամանակ եք ունեցել եւ ծանոթացել եք միջնորդությանը, ապա այնտեղ այդ միջնորդության մեջ այն դրվագներով, որտեղ Արամ Մկրտչյանը տեսաերիզներ է ուղարկել Հակին Նազարյանին, այնտեղ ինքը այդ մասին ասում է, որ ինքը ըստ էության ասում է, որ ինքը համաձայն է եղել դրան։ Եվ հետաքրքիր այն է, որ ինքը ասում է, համաձայն է, որ $8,000 ես տամ երրորդ մարդուն, եւ չի ասում $23,000, եւ ընդհանրապես իմ հետ իր այդ խոսակցության մեջ, որովհետեւ $23,000 չի բանալել, ասենք շոշափել։ Հիմա բանավոր ասենք բանավոր այդ մարդը համաձայնել է, երրորդ կողմն էլ համաձայնել եղել, ինքն էլ համաձայնել եղել, հիմա ես ունեմ այդ բանը, որ գրավոր ձևով վերադարձրել եմ։ Հիմա չգիտեմ, ստեղ ինչ-որ բան կա, հանցակազմ կա թե չէ, ես չեմ կարող ասել։ Շատ լավ, շնորհակալություն։